Արձագանք արձանի բարեկարգված տարածքի արտաքին լուսավորության LED լույսից սա այն է, ինչ մնացել է։ Այստեղ տարածքում նաև եղևնիներ կան կոտրված, ինչպես նաև արձանի պատվանդանի բազալտե հատված կա կոտրված, աղբամանն է կոտրված ու տարածքում կան գարեջրի շշեր։ Սա արդեն երկրորդ դեպքն է, առաջինը 2023 թվականին էր, հենց արձանն էին թիրախավորել, ներկա նման ինչ-որ զանգված լսնելով արձանի վրա։ Բարեբախտաբար քանդակին վնաս չէր հասցվել, միայն նյութական վնաս էր և մեր աշխատակիցների ջանքերով մաքրվեց ներկը։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՕԱԿ-ը դիմել էր ոստիկանություն կատարվածը բացահայտելու համար, քննչականից փոխանցեցին 2024-ին գործը կարճվել է, քանի որ արձանը մաքրվել է և վնասված չի եղել։ Այս դեպքով էլ են դիմել իրավապահներին, էլի արձանը չի վնասվել, բայց պետության միջոցներով տեղադրված գույքն է վնասվել։ Եվ ընթացքի մասին ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք։ Քանդակագործ Խաչատուր Հակոբյանի կնոջ կերպարանքով պղնձե արձանը այստեղ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրում նույն Չայնիի ոլորաններում տեղադրվել է 1980 թվականին մեծ հանդիսավորությամբ, սակայն 2010-ականներից արձանը սկսեց մասնատվելով թալանվել։ Նախ ոտքի ծայրերն անհետացան, այնուհետև աջ ձեռքից որոշ հատվածներ, ապա ձեռքն ամբողջությամբ։ Նաև արձանի պղնձե պատյաններ հատված անհետանում։ Այս լուսանկարներում արձանն է 2010, 12, 15 թվականներին։ Իսկ արդեն 2019 թվականին, երբ որոշվեց արձանը վերականգնել, արձագանք արձանից միայն արձագանք էր մնացել իր երբեմնի տեսքի մասին։ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինեն և պետք է վերականգնվեն այն կարևոր սիմվոլները, որոնք խորհրդանշում են ստեղծարար կյանքը Հայաստանի Հանրապետությունում։ Ես օրինակ ամեն անգամ, երբ անցնում եմ այդ ճանապարհը և Չարենցավանի այդ բարձունքի վրա տեսնում եմ այդ կմախքը, դա մեր խնդիրների սիմվոլն է և մենք պետք է անպայման վերականգնենք։ 2022-ին արդեն վերականգնման աշխատանքների ավարտին էր ծանոթանում, արձանը գրեթե 0-ից ձուլվեց, պետությունը հատկացրեց 62,5 միլիոն դրամ։ Արձագանքը սակայն միակը չէ, որ վանդալիզմի թիրախում է հայտնվում, պատասխանատու գերատեսչությունը մի քանիսի անունն է թվարկում։ Ամենաշատ վնասված հուշարձանը դա կարելի է ասել Ախտամիր ամրոցն էր։ Նաև կուզենամ առանձնացնել մի քանի դեպք, օրինակ Վայոց Ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցում պատի վրա փորագրել էին, ինչ-որ տարբեր, մի կողմում աստղ էր փորագրված, մի կողմում ինչ-որ տառեր էր գրված, վնասվել էր նաև և 24 թվականին և 25 թվականին վնասել էին նաև Վարդան Մամիկոնյանի արձանը, ներկ էին լցրել արձանի վրա, և նաև շատ հաճախակի նման դեպքեր տեսնում ենք Չարենցի կամարում, ներկով ինչ-որ անուններ գրած, ինչ-որ տառեր գրած։ Մեր աշխատակիցների ջանքերով ինչքան հնարավոր է եղել մաքրել ենք և Վարդան Մամիկոնյանի արձանը, և Չարենցի կամարը, բայց քանի որ ներկը շատ խորն էր արդեն գործել քարերի մեջ, հնարավոր չէր ամբողջական մաքրել դա, որովհետև կվնասեինք հուշարձանը։ Իրավախախտումներ գրեթե բոլոր մարզերում արձանագրում են, 2025-ին 98 դեպք է եղել։ Մի մասով դիմել ենք իրավապահ մարմիններին, իսկ մյուս մասով աշխատելով համայնքապետարանների հետ վերացվել են իրավախախտումները։ Արձանագրել ենք ապօրինի հողաքանդումներ, ապօրինի շինարարություններ, եղել են դեպքեր, երբ որ բուն հուշարձանին է վնաս հասցվել։ 2023 և 2024 թվականներին 200-ից ավել տեղեկատվական վահանակներ ենք տեղադրել հուշարձանների տարածքում, այդ թվում ավելի քան 100 ամրոցների տարածքում, 25-ին աշխատանքները շարունակել ենք և տարի շարունակելու ենք նույնպես։ 25 թվականին ունեցել ենք վահանակների վնասման 20-ից ավել դեպք։ Տեսնում ենք շատ հաճախ ուղղակի միտումնավոր վնասված, ինչ-որ բան փակցրած կամ ուղղակի տառերը ջնջած։ Մինչև հիմա լուծում են փնտրում, թե ինչպես վերականգնել, օրինակ Նորավանքի աստիճաններից վերև տանող հատվածում վանդալիզմի հետքերը։ Մուտքն այդտեղ հիմա արգելված է։ Եկեղեցու ներսում անուններ էին փորագրած, ով բավականին խորը։ Տարբեր մասնագետների հետ քննարկել ենք բազմաթիվ անգամներ, որպեսզի նույն քարով, նյութով այդ նույն փոշին ստանալով գոնե բերենք հուշարձանը նախնական տեսքի, և հիմա քննարկման փուլում ենք։
Այսպիսի օրինակների դեպքում հասկանում են ոչ աշխատակիցների քանակը, ոչ տեսախցիկների առկայությունը հարցի լուծում չեն։ Եկեղեցիների ներսում էլ տեսախցիկներ դնեն, որ սիրո խոստովանություններ, անվան սկզբնատառեր պատերին չթողնեն։ Բայց որ դեպքերն էլ որ ունենք բացահայտված, հիմնականում վերջում ավարտվել է վարչական տուժով։ Չարենցի կամարից մինչև Երևանի կենտրոն, Վարդան Մամիկոնյանի արձան ու հեռավոր վանական համալիրներ։ Պատասխանատուների հորդորը մեկն է՝ խնամքով վերաբերվել մեր ժառանգությանը։ Իրինա Մկրտչյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։